Ընդդիմության գզվռտոցին մի քիչ անդրադառնանք սիրելի բարեկամներ եւ արձանագրենք, որ որքան ընդդիմադիր գործիչները պայքարում են միմյանց դեմ, այնքան ամրապնդում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Սա մաթեմատիկական եւ տրամաբանական ճշմարտություն է։ Բայց ընդդիմությունը պետք է բաժանել երկու մասի՝ նախկին իշխանություններ եւ նոր ուժեր։ Իմ համոզմունքը այն է եղել, շատ քիչ եմ անդրադառնում ընդդիմությանը, որովհետեւ կարծում եմ, որ մեր խնդիրը ոչ թե եւ ոչ այնքան ընդդիմությունն է, այլ իշխանությունն է։ Այսինքն պետք է պայքարել, պետք է խոսել այն ուժի մասին, ով ունի լծակներ Հայաստանում, ճակատագրեր որոշելու եւ պարտավորություններ ունի օրենքով իրականացնելու գործողություններ։ Ընդդիմության խնդիրը միայն քննադատելն է մնում, հետեւաբար քննադատողին քննադատելը անիմաստ զբաղմունք է։ Բայց եկենք այս տարանջատումը անենք, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում։ Ֆիքսեցինք, որ եթե ընդդիմադիրները պայքարում են միմյանց դեմ, իրականում նպաստում են իշխանության ամրապնդմանը, բաժանիր եւ տիրիր սկզբունքով, եւ եթե Քոչարյանի եւ Սերժի թիմակիցները Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարելու փոխարեն որոշել են միմյանց դեմ պայքարել, ապա ես առաջարկ ունեմ։ Գուցե նրանք միանան Նիկոլ Փաշինյանին եւ եթե խնդիրն ընդամենը լուծում ընդդիմության շարքերում լինել առաջինը եւ այդ խնդիրը լուծելուց բնականաբար իրենց մտահոգում է միայն պատգամավորական մանդատները կամ իրենց ունեցվածքի պահպանությունը, գուցե չգիտեմ, ավելի տրամաբանական չի լինի, որպեսզի նրանք միանան Նիկոլ Փաշինյանին եւ պայքարեն իրենց պատգամավորական մանդատների համար։ Ինչու են նրանք մխտռում եւ փչացնում ընդդիմադիր դաշտը։ Եվ այն խոսույթը, որ Սերժը բերեց Նիկոլին, թե Քոչարյանը բերեց Նիկոլին, մեծ հաշվով, երբ որ նրանք սկսում են միմյանց հոշոտել, արդյունքում նույն բանն է ստացվում։ Մի կողմից ստացվում է, որ Սերժը բերեց Նիկոլին, իսկ Քոչարյանն էլ պահում է Նիկոլին, որովհետև 21 թվականից հետո այդ երկու ուժերը հայտնվելով պարլամենտում, մեծ հաշվով ավելի են ամրապնդել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, քան թույլատրել։ Հետևաբար, եթե իսկապես ընդդիմությունը, նրանք պետք է մի կողմ թողնեն այդ գզվռտոցները, ներընդդիմադիր պայքարը եւ կենտրոնանան Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։ Սա է միակ առողջ քաղաքական իրականությունը, որը կարող է լինել։ Հակառակը խոսում է նրա մասին, որ ով իշխանությանը Նիկոլ Փաշինյանին թողած հարձակվում է ընդդիմադիր գործիչների վրա, նա իրականում սպասարկում է Նիկոլ Փաշինյանի շահերը։ Ավելի լավ կլինի, ավելի տրամաբանական կլինի, որպեսզի նրանք միանան Նիկոլ Փաշինյանին եւ վերջնականապես ազատեն ընդդիմադիր դաշտը, առողջացնեն եւ նոր ուժերը միասին միմյանց աջակցելով փորձեն երկրում իրականացնել իշխանափոխություն։ Իսկ իմ համոզմունքը հայտնի է, սիրելի բարեկամներ, այն է, որ նախկին իշխանությունները եւ Նիկոլ Փաշինյանը որպես մեկը մյուսի օրգանական պատճառով հետևանք պետք է հեռանան այլևս քաղաքականությունից, որովհետեւ նրանք ինչ կարող էին արդեն արել են։ Լավ բաների համար շնորհակալություն, իսկ վատ բաների համար ժողովրդի դատաստանի անխուսափելիություն եմ մաղթում այդ ուժերին, նախկին նախագահներին, նախկին իշխանություններին եւ Նիկոլ Փաշինյանին առավել եւս։ Հետևաբար, կամ ընդդիմադիր դաշտը պետք է առողջանա, իսկ դրա համար չպետք է այն մխտռել, կամ պետք է ընդհանրապես դուրս գալ ընդդիմության շարքերից եւ միանալ Նիկոլ Փաշինյանին։ Կողմնորոշվեք, թե դուք որ նպատակն եք, որ խնդիրն եք ցանկանում լուծել։